Մեր եկեղեցիները չուլանացված են։ Փաշինյանի մեր եկեղեցիները չուլանացված են արտահայտությունից հետո այսօր դարձյալ հայ հասարակությունը ցնցվեց կարդալով նրա ֆեյսբուքյան գրառումները։ Բայց մինչև այդ, երեք Փաշինյանի այդ արտահայտությանը արձագանքել էին մի շարք հոգևորականներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Արշակ arczepiskopos Խաչատրյանը գրել էր, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ դեռ 2019 թվականի սկզբներից եկեղեցին մի շարք անգամներ դիմել է պետական մարմիններին եւ ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը առ այսօր անարձագանք է մնացել։ Ցավալի է սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել նորաձև հռչակված կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության եւ խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը։ Նման օրինակ արձագանքներ էին հնչեցրել նաև Շիրակի թեմի առաջնորդն ու հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։ Այսօր առավոտյան արդեն Փաշինյանն անցավ վիրավորական հռետորաբանությանը։ Սրբազան գնա շարունակիր քերոտ կնգան Ինձ հետ ինչ գործ ունես։ Այսքանով չսահմանափակվեց Հայաստանի վարչապետը, շարունակեց մեղադրական տոնով գրել քահանաների մասին։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում։ Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ՝ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ։ Երևույթը նոր չէ, երևույթի դրսևորման կերպն է, որը արդեն արտահայտում է բունեությունն ու պատկերը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանի արձագանքն է։ Ես դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ սրանք փողոցից տուն չեկան եւ չեն պատկերացնում իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարություն պետք է ունենան, դա մնացել է, այսինքն ոչ մի բան չի փոխվել։ ԿՊԱ-կան պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ասում է, կարող են լինել նման սուր արտահայտություններ ու որակավորումներ եւ ինքն էլ այդպես կմեկնաբաներ։ Որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք հերթով, անուն առ ազգանուն։ Ում մասին է գրում Փաշինյանը, ով է գրառումների հասցեատերը, իշխանականներն ասում են հետո կիմանանք։ Ընդդիմադիրները կոշտ են քննադատում, երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ նման բառամթերքով արտահայտվել, այն էլ եկեղեցու ու հոգևոր դասի ներկայացուցիչների մասին։ Կատարված ընդդիմությունը սահմանային իրադրությունից ուշադրություն շեղելու իշխանական փորձ է համարում։ Այս պահվածքը կապում են նաև Բեռնում ընթացող միջազգային համաժողովի հետ, որը նվիրված է Արցախի ժառանգության պահպանությանը եւ որին մասնակցում է վեհափառը։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, չէ, 3 կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն։ Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Մինչդեռ համացանցում քննադատության ալիքը ձնագնդի պես խոշորանում է, Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակում է։ Տիգրան Ույգուրղինյան, ժամը լրատվական։